Հաջորդը Նարեկն ընտրել է Եգոր Պապիկյանովի հարցը։ Нарек Джан, выражаю мою поддержку тебе и Вазгену. Вы пример мужественности и настоящего патриотизма. Нарек Джан, Армения не имеет политической традиции, как ты всегда говоришь. Но это не является ли большой плюс для Николы и большой минус для оппозиции в контексте изменений власти? И второй вопрос. Хотел бы узнать, вообще есть хоть какие-то плюсы у государства, которое не имеет политической традиции? Պատասխան Եգոր Պապիկյանովի հարցին։ Եգոր ջան, շնորհակալ եմ աջակցության համար։ Ես քաղաքական ավանդույթի մասին չեմ խոսել, հակառակը։ Մենք ունեցել ենք եւ ունենք քաղաքական ավանդույթներ, որոնք միշտ ամեն իշխանության օրոք իր չափով տարբեր տեսակի փոփոխությունների են ենթարկվել։ Ես խոսել եմ քաղաքական մշակույթի մասին, որը շատ կոնկրետ քաղաքագիտական եզրույթ է, շատ կոնկրետ նշանակությամբ ու բավականին խորը ուսումնասիրված, հատկապես 20-րդ դարի ընթացքում։ Ես ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ մեր երկրում շատ ցածր քաղաքական մշակույթ է ձևավորված, որը բնութագրելիս ավելի ճիշտ կլինի ասել, որ կամ քաղաքական մշակույթ չկա, կամ եղածը հակամշակույթ է։ Այդ հակամշակույթի ձևավորման վրա ազդում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը եւ կարելի է ասել գրեթե հավասարապես է ազդում։ Այստեղ որևէ առավելություն չունի իշխանությունը կամ ընդդիմությունը ու ընդհանրապես այսօրվա քաղաքական մշակույթի որակը չի կարող ազդել իշխանափոխության վրա։ Ասածս ավելի պատկերավոր հասկանալու համար ուղղակի 10 օրվա կտրվածքով մոնիտորինգի ենթարկեք ընդդիմադիր կենտրոնների արտադրած քաղաքական բովանդակությունը եւ իշխանականների արտադրածը։ Եվ ամբողջությամբ կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում։ Իսկ եթե այնուամենայնիվ դրա ժամանակը չունեք, սպասեք ազատության մեջ ես բոլորիդ հետ փաստերով կկիսվեմ իմ մոնիտորինգի արդյունքներով եւ բոլորիդ պարզ կդառնա, թե ինչու է Նիկոլը մնում ու հաստատապես 26-ին էլ մնալու է։